Ակնկալիքով եք եկել հանրապետություն։ Այն ակնկալիքով, որ Սամվել Կարապետյանի մեջ տեսնում եմ մարդ, որը իսկապես հայրենասեր է, իսկապես անշահախնդիր է կանգնած մեր հայրենիքի կողքին, եւ մարդ, որը ընտանիքասեր, եկեղեցամետ, հայասեր, ազգասեր, ժողովրդավար, որը առանց շահի օգնել է շատ մարդկանց։ Իրեն հալալ քրտինքով ստեղծածը, որը կարող էր միայն ի նպաստ իրեն ընտանիքի օգտագործել, այդ մարդը անշահախնդիր օգտագործել է մեր հայ ազգի, մեր բարօրության, մեր ընտանիքների կառուցման վրա։ Իշխանության մեղադրանքները լսել եք իր բարեգործությունների վերաբերյալ, որ նշում են ինչն է բարեգործություն, թալանել է, հետո էլ իբրև թե բարեգործության անվան տակ Գիտեք ինչ, դա իրենց վերջին ճիքերն են, որ այլևս անելիք չունեն, վերջին ճիքերն են ամեն հերյուրանքի, վերջին ճիքերն են, ինչպես ասեմ, գիտեք, թույլերն են միայն ընդունակ դրան, ուժեղներին այդպես են ուզում հաղթել, բայց չեն կարող։ Բայց իշխանությունն էլ պնդում է, որ իրենք բացարձակ հաղթանակի են գնալու, իրենք են հաղթելու, դրանում անգամ կասկած չունեն։ Կեղծիքներով եւ մի բիոզանգված, կարելի ասել, որ իրենց է սատարում, մի բիոզանգված, որ կորցրել է իրեն երեխային արյունը ծախում է այս թրքամետ մարդուն եւ տեսեք ինչն է ցավալին, որ մի մարդ, մի թուրք, ես կասեի, կարող է այդքան մեզ փոխել, ամոթ է մեզ, մենք այդ ժողովուրդը չենք, մենք հայ ենք, բոլոր Արցախը հանձնեց, Հայաստանի շատ գյուղեր հանձնում է, Տիգրանակերտը եւ այլն, Տիգրանաշենը եւ այլ հանձնում է, եւ այս բիոզանգվածը այդ բոլորը չի տեսնում, բռնել է այն թեզը, որ թալանել են, իսկ դուք ինչ եք արել։ Ինչ եք արել, մի հատ մեկը հարցնի, այդ 5 թե 7 միլիարդը, որ Ալիևից վերցրել ես, հո մենք գիտենք։ Ինչ 5 միլիարդ վերցրել է հողերը հանձնելու։ Նման տեղեկատվության եք տիրել։ Դե գիտեք, անկրակ ծուխ չի լինում, այնպես որ թե անծուխ կրակ մի խոսքով, այնպես որ եթե ժողովուրդը ասում է, գիտի, ես անձամբ չեմ տեսել, բայց ես համոզված եմ, որ այդպես է։ Եվ հետո ես կարծում եմ բարեփոխումները ձեզ իրենք ասում են թե խաղաղություն ենք բերել սահմանին այլևս չեն կրակում, թոշակներն են բարձրացրել։ Ոյ, ես ինքս թոշակառու եմ, այդ 10,000-ը ինչ է տալու ինձ, դեղերը ամեն ինչ այնքան թանկ է, որ այդ 10,000-ը ոչ մի բարեփոխում չմցրեց մեր կյանք։ Իսկ այն միլիոնավոր պարգևավճարները, որ իրենք ստանում են, դա չեն տեսնում, չէ՞։ Ինչի մասին է խոսքը։ Գյուղերը վերածում է ամայության դաշտերի, դպրոցները փակում է, իբրև միացնում է իրար, բայց ինչի մասին է խոսքը։ Մենք անխռով ասում է, թե նախկիններն են տվել։ Ես ոչ նախկինների կողմից եմ, ոչ իրենց կողմից եմ, ես մարդ եմ, հայրենասեր կին, մայր, տատիկ, որ ուզում եմ իմ երեխաները, իմ թոռները ապրեն լավ, ազատ, անկախ Հայաստանում։ Ինչ է անում ինքը, ինչ է անում, ինչ են սովորում մեր երեխաները, ինչ են այսօր, հայոց լեզուն հանում է, դպրոցներից համարյա մակարդակ չկա, ինստիտուտներից հանում է հայոց լեզուն, մենք հայ ենք, մշակույթը վերացնում է, մի խոսքով։ Իդեպ հերքում են այդ դպրոցները փակելու ծրագրերը, ԿԳՄՍ նախարարն էլ անձամբ հայտարարել է, որ դատի են տալու բոլոր այն մարդկանց, ովքեր այդ խոսակցությունները տան։ Առաջինը թող իրենք իրենց դատի տան, որ այս երկիրը հասցրեցին այսօրվան, որ բոլորը ատում են իրար, որ ինչ ասես, ինչ ցեխ ասես շպրտուն։ Ես ասացի նորից կրկնվեմ, իրենց վերջին ճիքերն է։ Վերջին ճիքերն է, դրա համար ցեխ են շպրտում բոլոր նորմալ մարդկանց վրա։ Հուսանք, որ այդպես չի լինի, հուսանք, որ մեր կհաղթեն, կեցե Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը, թուրքը չի մտնելու Հայաստան։